24 News-ի եթերում Մարդիկ Արցախից հաղորդաշարն է։ Արցախցիների սոցիալ-կենցաղային իրավիճակը օր-օրի վատթարանում է։ Այս մասին փորձել ենք բազմիցս խոսել նաև մեր հաղորդման շրջանակում։ Այսօր եւս զրուցելու ենք Կարինե Փատյանի հետ։ Ողջույն Տիկին Փատյան։ Տեսեք, արցախցիների սոցիալ-կենցաղային վիճակը իսկապես օր-օրի վատթարանում է եւ շուտով կանգնելու ենք նոր խնդիրների առջեւ։ Կարող եք ասել դուք որպես անհատ, որպես արցախցի ինչ խնդիրների եք բախվում։ Դե բնականաբար ոչ մի բանով չենք տարբերվում մեր մնացած հայրենակիցներից։ Թեևս Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի պատկերացնում, որ այդ 40+10 այսպես կոչված դրամական օգնությունը ինչ կարևոր դեր է խաղում մեր առօրյա կյանքում, մեր բոլորիս կյանքում, հազիվ հասցնում ենք մեր աշխատածով տանվարձ եւ իրենց տված գումարով մեր մնացած ծախսերը հոգալ։ Ինձ թվում է, որ եթե չեմ ուզում էլի այսպես ասել, Աստված մի արածց է, իրոք ծրագիրը ընդհատեն, այդպիսի խոսքեր կան, այդպիսի ծրագրային փոփոխությունների մասին խոսում են արդեն, բոլորս կհայտնվենք իրականում ֆինանսական լուրջ խնդիրների առաջ։ Եթե ոչ, կարող է ընդամենը 5%-ը, որ այստեղ ունեն բնակարաններ, լավ գործ, ինչ որ չափով արդեն աշխատող բիզնես, մնացած մասը ես հավատացած եմ, որ կբախվի լուրջ խնդիրների ու, չգիտեմ, կկանգնի արդեն արտագաղթելու, արտերկիր գնալու խնդրի առաջ։ Տեսեք, սրանից նախորդ հաղորդումների շրջանակում, երբ որ խոսել ենք տարբեր մարդկանց հետ, նշում են նաև, որ վտանգ կա, որ շատերը կհայտնվեն պարզապես դրսում։ Նկատում եք ձեր շրջապատում այս խնդիրը եւս։ Մեր շրջապատում, եթե կոնկրետ իմ նեղ շրջապատը նկատի առնենք, մենք աշխատում ենք կոնկրետ իմ ընտանիքը, ես ամուսինս եւ տված պետության տված այդ աջակցությունով դեռևս կարողանում ենք հոգալ մեր կարիքները, փառք Աստծո, հիմնականում կան աշխատող մասսա ունենք մենք, մեր ընկերների շրջապատում, բարեկամների շրջապատում, բոլորը այս կամ այն չափով կարողանում են հոգալ իրենց կարիքները։ Չեմ կարծում, որ մեզանից որևէ մեկը կհայտնվի դրսում, ինչ որ ճիշտ է, բայց դա չափանիշ չէ։ Մենք կարող է չհայտնվենք դրսում, կարողանանք ինչ որ մի կերպ հասցնել, ինչ որ ծերը ծերին հասցնելով, չգիտեմ, ինչ որ մի բանից խնայելով, մի բանից կտրելով, մի բանից չմասնակցելով, մի բանից հետ մնալով, բայց դա չի վերաբերվում էլի մնացածներին իմ կարծիքով։ Մենք կարողանանք հաղթահարել, ինձ թվում է, կարողացել ենք ինչ որ մի չափով արդեն աշխատանքի կայուն մշտական աշխատանք գտնել, արդեն հորի մեջ մտնել, համակերպվել, ինտեգրվել, սա շատ կարևոր գործոն է ու չգիտեմ, գուցե էլի բախտի բերումով ասեմ, թե ինչ ասեմ, մեկ ընտրած աշխատավայրերում մենք մեզ լավ ենք զգում։ Հարազատ միջավայր է, բոլորը արցախասեր են, բոլորը Արցախի ցավով տառապում են, բոլորը, չգիտեմ, հիշում են, ու սա մեզ իրոք պահում է, թևեր է տալիս աշխատելու եւ շարունակելու մեր կյանքը։ Տիկին Փատյան, գիտեմ, որ նոր նախաձեռնություն է մեկնարկում կապված արցախցիների զբաղվածության հետ, գուցե պահը օգտագործենք եւ իրազեկենք մեր հայրենակիցներին, ինչ է սպասվում նրանց։ Ծրագրերի պահով, այո, ճիշտ եք, միանգամայն բազմաթիվ ծրագրեր են իրականացվել եւ նախատեսվում են։ Նպատակը մեկն է, հնարավորինս օգնել արցախցիներին ինտեգրվել հայ հասարակության մեջ, ճիշտ է, մենք բոլորս հայ ենք, բայց տարածքային սորաբաժանման, տարբերակման մենք ունեցել ենք մեր ուրույն մշակույթը եւ ամեն ինչը, համենայն դեպս սա շատ ողջունելի է ու նաև նկատելի արցախցիներից կողմից մեծ ոգևորություն մասնակցելու այդ ծրագրերին, տարբեր դրամաշնորհեր շահելու, ոմանք արդեն ունեն դրած բիզնեսներ, արդեն աշխատող բիզնեսներ, ճիշտ է, մի մասը սկսել են ու չհաջողելով փակել են, նույնիսկ հեռացել են Երևանից արդեն մարզերում դե բնականաբար այդ ձեռնարկած գործերը հաջողության չեն հասնելու, որովհետև գիտեք էլի, մի տեսակ ինչ որ Երևանն է մեգապոլիսի նման ու մագնիսի նման ձգում է բոլորին, բոլորը ուզում են այստեղ գործ դնել։ Սա շատ լավ գործոն է ու ես ինքս էլ փորձում եմ ինչ որ չափով մասնակցել այդ դասընթացներին, չգիտեմ ինչքանով որ ժամանակ կսեների, ինչքանով որ իմ մասնագիտական, այսպես ասած, պրոֆիլն է թույլ տալիս, համենայն դեպս իհարկե խորհուրդ կտամ
նրանք ովքեր ունեն ցանկություն, ունեն պոտենցիալ, ունեն բավարար գիտելիքներ, մասնակցեն այդ ծրագրերին եւ այդ ամենը ծառայեցնեն իօգուտ իրենց բարեկեցության։ Այսօր մեղադրական այսպիսի թեզեր են հնչում, որ արցախցիներին պետք չեն դասընթացների մասնակցություն, արցախցիներին պետք է ֆինանսական օգնություն, բայց եկեք փաստենք, որ մենք փոխել ենք մեր միջավայրը, մենք փոխել ենք նաև մեր ապրելակերպը, եթե Արցախում հնարավոր էր այլ մինիմալ գիտելիքներով թեկուզ ունենալ սեփական նախաձեռնությունը, բիզնեսը, այստեղ դա հնարավոր չէ, այստեղ բախվում ենք այլ իրականության, այլ պահանջների։ Միանշանակ համամիտ եմ, այո, սա նոր միջավայր է իր նոր պահանջներով, այստեղ պետք է լինել շատ մրցունակ, որտեղ շուկան մեծ է, պահանջարկը մեծ է եւ բազմազան։ Ուստի խորհուրդ կտայի մեր բոլոր այն հայրենակիցներին, մեր Արցախից տեղահանվածներին, նրանք ովքեր ուզում են ինչ-որ բանի հասնել, անպայմանորեն մասնակցեն դասընթացներին ու միշտ հաշվի առեն այն հանգամանքը, որ գիտելիքը միշտ պետք է ու մարդ չպիտի ինքը ասի ես գիտեմ ամեն ինչ, այդպեսի բան չկա։ Ամեն մարդ, ամեն օր, ամեն տարիքում սովորում է նոր գիտելիքներ, նոր բաներ, չգիտեմ, ու սա շարունակական է, չպետք է երբեք կանգ առնել։ Խորհուրդ կտայի իհարկե իրենք էլ փորձեն փոխվել, ձեր բազատվել մեր ունեցած կարծրատիպերից, կարելի է դրանք կարծրատիպեր համարել, որ դե փոքր միջավայր է, այսքանն է, վերջ։ Սա մեծ միջավայր է, պետք է մեկ էլ զարգանանք, ընդարձակվենք, ընդլայնվենք, մեծանանք միջավայրի համապատասխան չափով։ Տիկին Ֆաթյան, կար ժամանակ, երբ դուք Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում կարևոր գործունեություն էիք ծավալում եւ առիթ ունեիք շրջելու Արցախի գյուղերով մեկ դպրոցներում լինել Արցախի տարբեր շրջանների, ուզում եմ այդ օրերը վերհիշենք ու ամենավառ հիշողություններով կիսվեք մեզ հետ։ Գիտեք, եւ միաժամանակ եւ ցավոտ բան է, թեմա է եւ միաժամանակ կարոտն է իմ մեջ այսպես հախորն ձևով բարձա։ Իհարկե ես դա եղել է իմ կյանքի թերևս ամենահիշարժան ու ամենահետաքրքիր օրերով լեցուն ժամանակաշրջանը, դեռ ամուսնացած չէի ու ես ինձ ազատորեն տվել էի գործի, ու միջը ուղնուցուցը ես գործի մեջ էի ու իհարկե ամբողջ տեսչական խմբով մենք ամեն շաբաթ այցելում ենք Արցախի տարբեր գյուղեր, դպրոցներն ենք, մենք մեթոդական օգնություն ենք ցուցաբերում, դասալսումներ ենք անում, մի խոսքով, շատ հիշելու բաներ կան, շատ պատմելու բաներ կան, մեր չքնաղ, մեր դրախտ Արցախի յուրաքանչյուր քարը, թուփը, չգիտեմ, ամեն մի անկյունը մի յուրօրինակ, չգիտեմ, հեքիաթ էր։ Իմ մեջ շատ մեծ տպավորություն է թողել Ծար գյուղը, Քարվաճառի ամենասահմանամերձ, արդեն գյուղից այն կողմ ջերմուկներ, ասենց լեռներից, ջերմուկի լեռներն էին արդեն մեր առջևում, երևի չեք, դա միայն պիտի տեսնել, դա աշխարհի, չգիտեմ, երևի ծայրն էր, թվում էր թե վերջ, մենք հասանք աշխարհի ծայր, աշխարհի վերջը։ Բայց այնտեղ կային երեխաներ ու դպրոց էին հաջողում։ Այո, կար դպրոց, գյուղը կար, ճիշտ է, շատ մարդաբնակ չէ, շատ բնակչություն չունեն, բայց համենայն դեպս ապրում էր գյուղը։ Մի չքնաղ բարերով թեևս աննկարագրելի չքնաղ բանում էր, ասենց հարթավայրում էր գտնվում ինքը, ոնց որ ափսեի սկուտերի վրա ու ինչ բարձրության վրա։ Ու ինչքան մենք բարձրացանք, այդ վերելքը հաղթահարեցինք, պահ էր գալիս, որ թվում էր, թե մեքենան հիմա մեջքի վրա կշրջվի։ Գրեթե ուղղահայաց էինք բարձրանում, դա մի անպատմելի հիշողություն է, մեր այդ ադրենալինը, մեր այդ զգացողությունները, նաև վախը, որ մենք անպայման կընկնենք ձորը, հնարավոր չէ այս վերելքը հաղթահարել, ամբողջ տեսչական խմբով մի ավտոմեքենայի մեջ ենք, բայց մենք բարձրացանք, դպրոցը ստուգվեց, մնացինք նույնիսկ այդտեղ, շատ ես դա մի տեսակ ավելի շատ եմ իմ մեջ պահել ու առ այսօր իմ աչքերի առաջ ամեն մի մանրուք, ամեն մի ծառը, նույնիսկ այնտեղ մենք գնացինք հին հայկական եկեղեցու ավերակների կային, մենք այնտեղ ուսանկարվեցինք, մտանք եկեղեցու ներսը, շատ հետաքրքիր ու տպավորիչ էր։ Գուցե նման վայրերն են փաստում, որ Արցախը եղել է ու դեռ կլինի հայկական։ Միանշանակ,
ուղղակի պետք է աննաչառ լինել ու քաղաքակիրթ հասարակությունը, քաղաքակիրթ աշխարհը պետք է դա հաշվի առնի, մի կողմ թողնի բոլոր քաղաքական, աշխարհաքաղաքական շահերը ու ընդունի այն փաստը, որ Արցախի ցանկացած անկյուն մտնելիս, ցանկացած մասով շրջելիս մենք տեսնում ենք քրիստոնեության վկայությունները, եկեղեցիներ, խաչքարեր, նույնիսկ լավ եկեղեցիների ավերակներ, բայց կան, չէ, դրանք խոսում են, փաստում են, որ այստեղ հնուց ի վեր ապրել է հայ քրիստոնյա ժողովուրդը։ Ինչն է ամենաշատը կարոտում Արցախից։ Արցախից ամեն ինչը, չգիտեմ, օդը, մաքուր օդը, այն որ այնտեղ ես շնչում էի, ես այդ մաքրությունը դե մեծ քաղաքներին բնորոշ է, չէ, այս կեղտոտված օդը, չգիտեմ էլի, այս աղմուկը, փոշին, քանի որ մենք փոքրիկ, սենց մեր Արցախում ենք այդ գողտրիկ անկյունում, այնտեղ ամեն ինչ մաքուր էր, կարոտում եմ, ջուրն եմ կարոտում, մեր մաքրությունն եմ կարոտում, մեր հանգստությունն եմ կարոտում, ու մեկ-մեկ որ մտածում եմ, ասում եմ, ես իմ երեխաներին ծննդավայր եմ պարտք, իմ երկու երեխաները այնտեղ են ծնվել, բայց փոքր են ու չեն էլ արդեն երևի հիշի, եթե մեծանան, որ իրենք որտեղ են ծնվել, ճիշտ է, ես կպատմեմ իրենց, բայց չգիտեմ ինչքանով դա իրենց մոտ կարմատավորվի կմնա։ Ու իրոք շատ դաժան է ծննդավայր կորցնել, հետո նաև հայրենիք կորցնել, դա շատ մեծ հարված է մարդու համար, գիտակից մարդու համար, իհարկե, որ ինքը հասկանում է իր էությունը, վերելուծում ու ապրում է այդ ամենով։ Փաստորեն դուք տեղահանվել եք նաև 2020-ին, այո, հետո արդեն 2023-ին։ Այո։ Մի անգամ երբ հադրուտ կորցրինք, ճիշտ է, ես արդեն գործի բերումով Ստեփանակերտում էի ապրում, այդտեղ արդեն աշխատանք, նաև 20 թվականին ընտանիք ստեղծեցի, բայց դե կապ չունի։ Ես ամեն ինչով, հոգով, մարմնով, նույնիսկ բոլոր բջիջներով ես կապված էի իմ հայրական տան, իմ հայրական գյուղի ամեն ինչի հետ։ Դա եղել է ինձ համար, չգիտեմ, մի այլ կարգի կորուստ, իսկ 23-ին արդեն հայրենիքի կորուստը, չգիտեմ, պահ է եկել, որ ինձ թվացել է, որ ես այլևս չեմ դիմանա ու գաղթի ճանապարհը ինձ համար կլինի իմ վերջը։ Չգիտեմ, այդ ապրումները ես ունեցել եմ բառից բուն իմաստով։ Այնուամենայնիվ, ինչպիսին էր գաղթի ճանապարհը երկու մանկահասակ երեխաների հետ։ Դե որ ասեմ, շատ դաժան է երևի մի քիչ մեղմ կասեմ, որովհետև իրոք երկու փոքրիկ երեխաների հետ հազիվ նստելու տեղ ավտոյի մեջ դե ինչ կարողացել ենք տեղաշոր եւ այլը եւ այլը։ Աղջիկս 4 տարեկան, 3 տարեկան պիտի դառնա հենց սեպտեմբերի 20-ին 19 պատերազմը սկսվեց, դե դա արդեն մի ուրիշ պատմություն է, ինչպես էի հայթայթել ծննդյան տորթի ձուն, ինչպես էի հայթայթել ծննդյան տորթի համար պահել մի քիչ շաքարավազ, մի խոսքով դա մի ուրիշ պատմություն է, դա ուղղակի պիտի ապրել, որ պիտի տորթը թխեինք, որ գոնե երեխան ուրախանար ու զգար, որ իր ծննդյան օրն է։ Դե պատերազմը սկսվեց, բոլորս նկողներում էինք, այդ ամենը դուք էլ եք ապրել, բոլորն են ապրել, ու ինքը 3 տարեկան դիմավորեց նկողում։ Հիմա գաղթի ճանապարհին ինքը այդ երևի 48 ժամ, 2 օր շարունակ մենք ճանապարհին ենք եղել, ինքը կծկված այսպես փոքրիկ կատվի ձագի նման ավտոյի ոտնա տեղին, ոչ թե նստարանին տեղ չկա, ես էի ու 6 ամսական փոքր տղաս, ինքը այդ ոտքերը որտեղ որ դնում են, այդտեղ կծկվել է ու սենց կուչ է եկել ու այդպես մենք հասել ենք Գորիս։ Ոչ մի մայր չի կարող մոռանալ։ Դա իմ աչքերի առաջ այդ տեսարանը ու միջև կյանքիս վեր դա ես չեմ մոռանալու։ Գոհարիկը չի հիշի, ինքը կմեծանա, ինքը երևի արդեն մոռացել է, բայց դա ես հո հիշում եմ իմ ապրումները, որ իմ երեխան ինչ վիճակում է ու գիտեմ, որ ինքը մենակ չէր։ Իր նման բազմաթիվ երեխաներ այդ նույն վիճակով, ավելի գուցե վատ վիճակով անցել են այդ ճանապարհը, գաղթի ճանապարհը։ Տեսեք, այսօր մեղադրական թեզերն են շատ, որ արցախցիները չպայքարեցին, չմնացին, միշտ ասում եմ, էլ ինչ պիտի լիներ, որպեսզի ապացուցեինք մեր հայ լինելը եւ մեր պայքարի տարբերակը։ Մեզ հետ հավասար պայքարել են մեր դեռ չծնված երեխաները, հիշում եք շրջափակման ընթացքում քանի երեխա այդպես էլ չծնվեց, եւ արդեն ծնված երեխաները սոված էին մնում գիշերները, սա մայրերի պայքարներ չէ նաեւ։ Միանշանակ համաձայն եմ,
ու թյուր է այն կարծիքը, թյուր է այն խոսքը, որ արցախցիները չեն պայքարել ու կամ պետք է մնային ու պայքարեին միջև վերջ։ Լավ, միջև երբ։ Միջև վերջին տղամարդը զոհվեր, միջև վերջին մանուկը մորթվեր։ Դա էին ուզում տեսնել այդ ասողները։ Դա կլիներ ցեղասպանություն բառից բուն իմաստով։ Մենք արել ենք հնարավորինս ու մեր վերջին այդ, չգիտեմ, էլի ղեկավարության որոշումը, թե թեկուզ ժողովրդի որոշումը, դա եղել է ուղղակի գոյատևելու, ապրելու, շարունակելու մի փորձ։ Ընդամենը մենք պայքարել ենք մեր տղերքը միջև վերջին, չգիտեմ, էլի ունեցել ենք, էլի զոհ ենք ունեցել, եւ 20 թվականին եմ ես փոքր եղբայրս զոհվել է, եւ 23-ին ենք էլի մոտիկ բարեկամ կորցրել, միջև վերջ մնացել են տղերքը խրամատում զենքը ձեռքներին։ Միթե դա հերոսություն չէ, միթե դա պայքար չէ, միթե դա կռվել չէ միջև վերջ։ Էլ ինչ անեինք, չգիտեմ։ Ու մենք դիմակայում էինք նաեւ չէ բլոկադային, այդ պակասին, այդ սովին նաեւ, հա, հնարավոր է մի մասը լավ է եղել, ունեցել է, ստացել է ինչ-որ մի բան, գյուղերից օգնություն է հասել, բայց չէ որ կային, որ ընդհանրապես ոչինչ չունեին։ Մենք դա չպետք է մոռանանք։ Ու իրանք են իսկապես սովը ապրել, սոված քնել, սոված արթնացել ու հիմա կողքից հեշտ խոսելը դա ճիշտ չէ իմ կարծիքով։ Համայն դեպս ես չեմ ուզում դա լսել մեր հայրենակիցների, մեր հայ հասարակության շուրթերից։ Իրանք պետք է մտածեն ու պատկերացնեն մենք ինչ օրենք այնտեղ ապրել, հաղթահարել ու պայքարել մինչև վերջ։ Դուք նշեցիք, որ ձեր եղբայրը զոհվել է 2020-ին եւ ես չեմ կարող չհարցնել նրա անուն ազգանունը, որովհետեւ պարտավոր ենք իմանալ մեր հերոսներին անուն առանուն եւ ինչ հանգամանքներում։ Այո, Կարեն Էդուարդի Փաթյան, ինքը եղել է ռազմաբուժակ, ու ծառայում էր Վարանդայի զորամասում, հենց իր գործերին կատարում, բուժ կետի այնտեղ եւ բուժակն է եւ բուժ կետի պետն էր արդեն վերջի ժամանակներում։ Ինքը կատարեց իր գործը, ինքը փրկում էր վիրավորներին, ինքը մարտի դաշտից մեր զոհված զինվորներին էր շտապօգնության մեքենայով տեղափոխում մոտակա գոսպիտալ, մոտակա հնարավոր ու փոխարինում էին իրանց մի մասը բերում էր, մոտեցնում էր, առաջնագծից բերում էր, հասցում որոշակի կետի, մեկ ուրիշ շտապօգնության մեքենա այդտեղից հասցում էր Մայրաքաղաք Ստեփանակերտ կամ Մարտունի կամ դեռևս որ Հադրութ կար, Հադրութի հոսպիտալ զինվորական ու դեռ իր կենթանության օրոք ինքը պարգևատրվեց արիության համար մեդալով, հենց Արցախի նախագահի հրամանագրով, դա հոկտեմբերի սկիզբն էր։ Կարենը զոհվել է հոկտեմբերի 13-ին Վարանդայի մատույցներում, շտապօգնության մեքենայով վիրավորներ էին տեղափոխում Մարտունի։ Բոլորը, չգիտեմ, շատերն են նրան հիշում, նաև իր փրկած զինվորներն են հիշում։ Չգիտեմ, եթե միտեղ ասում են ռազմաբուժակ Կարեն Փաթյան, արդեն իր անունը ամեն ինչ ասում է, որ ինքը ինչ սխրանքներ է արել իր սեփական կյանքի մասին չմտածելով, ինքը վիրավորներ ու զոհված զինվորների էր դուրս բերում մարտի դաշտից, դե գիտեք ինչ ինտենսիվ էր այդ ամեն ինչը։ Ու իր հետ զոհվեց նաև ռազմական բժիշկ Հարություն Չոբանյանը, իրանք միասին էին շտապօգնության մեջ, երբ հարձակում կատարվեց մեքենայի վրա։ Մեծ է մեր բոլորիս հայության ցավը եւ առավել մեծ է, երբ որ այդ ցավին էլ ավելանում են նաեւ կողքից սոցիալական խնդիրները, որոնք լուծում այդպես էլ չեն ստանում։ Ինչ է մեզ անհրաժեշտ։ Ինչ է Արցախցուն այսօր անհրաժեշտ։ Արցախցուն այսօր անհրաժեշտ է ապրել, շարունակել ապրել անկախ ամեն ինչից։ Հաղթահարել բոլոր դժվարությունները, որովհետև մենք մենակ չենք։ Մենք պատասխանատու ենք մեր երեխաների համար ու ինչքան էլ որ ցավ լինի, ինչքան էլ որ դժվար լինի, մենք ուղղակի պարտավոր ենք հաղթահարել այդ ամեն ինչը հանուն նրանց ապագայի։ Այս է ես կասեի, որ ճիշտ է սոցիալական խնդիրները ոչ պակաս կարևոր են բոլորիս համար, բայց դա էլ հաղթահարվող են։ Ոչինչ, մի քիչ թող պակաս ապրենք, մի քիչ
կարիք ունենանք, բայց պիտի ապրենք ու արարենք ու ստեղծենք, որտեղ մենք ունենք երեխաներ, որ մեզ են նայում, մեզ են սպասում։ Բալիկներից հարցեր հաճախ հնչում են, թե դեռ ոչ կապված Արցախի հետ, թե դուք եք փորձում պատմել ինչ-որ մի բան։ Ես հիշողությունը թարմ եմ պահում, դե տղաս փոքր է դեռ, բնականաբար ինքը 6 ամսական էր, որ տեղահանվեցին, ինքը չի կարա ոչ մի բան հիշի, բայց աղջիկս ինքը կարող է չհավատակ ունի ունիկալ հիշողություն։ Ինքը հիշել է իր տան մուտքը, ինքը հիշել է իր պարտեզը, ինքը հիշել է իր դաստիարակ դայակին։ Ու ինչքան դժվար է եղել ինձ համար եւ նրա համար, որ փորձեցի նոր պարտեզ տանել, փորձեցինք արդեն նոր տուն եկանք Երևանում, որ վարձեցինք, շատ ինքը չէր ուզում նույնիսկ այդ տան դռնով ներս մտնել, ինքը ասում է սա մեր տունը չի, բա ուր է մեր տունը, էս ինչի ենք մենք այստեղ։ Ու հետո նաև ինքը հիշում է նկուղը, այդ մթությունը, հետո հրետակոծության ձայները, ու միշտ ասում է հիմա երբ հրավառություններ լինում հարսանիքներին, ինքը ասում է մամ սա կարկուտ է, մենք ասեցինք որ ամպրոպ է, այդ դղրդոցները ասեցինք ամպրոպ է, հորդ անձրև է, ու ինքը դա ֆիքսել է։ Հիմա երբ հրավառություններ լինում մոտակա որևէ ռեստորանում հարսանիք ծնունդ, ու ինքը անմիջապես կծկվում է, ձեռքերով փակում է ականջները ու ասում է մամ էլի կարկուտ է, մտիր տուն կամ դուռը փակիր, ասոցացում է նրա մեջ այդ վախը։ Բայց ես ամեն անգամ փորձեցինք ինտեգրել, հոգեբան աշխատեց աղջկաս հետ, միջև որ հարմարվեց նոր միջավայրին, նոր պարտեզին, անգիր հիշում է իր պարտեզի բակը, այն անկյունում եղած են թզուկը, չգիտեմ։ Հիմա Փարք Աստծո իր համար արդեն հարմարվել է, բայց ես անդադ հիշեցնում եմ, ասում եմ Գոհարիկ հիշում ես պարտեզը, ասում է հա, հիշում ես մեր Հայաթը, Հայաթի երեխաների անուններն եմ տալիս, Անգելինան, Արինան, ու ինքը հիշում է, ասում է հա, հիշում եմ։ Ու Արթուր Խաչենցի երգը, Եկին ենք Արցախ, դնում եմ ու մենք միասին երգում ենք այդ երգը։ Գնալու ենք Արցախ, ինչ եք կարծում։ Անկեղծ որ ասեմ, շատ քիչ հավատ ունեմ, նո հաշվի առնելով, վերլուծելով աշխարհաքաղաքական այս տրվածքը, աշխարհաքաղաքական այս վերաբաժանումը, չեմ կարծում, հույս չունեմ, ու ունեցած հույսը շատ չնչին է, բայց ուզում եմ սխալ լինեմ ես, թող այնպես ստացվի, որ իրոք Արցախը նորից մեր լինի, բոլորս վերադառնանք, ու իհարկե ես նրանց ծննդավայր եմ պարտք, իրանք պետք է տեսնեն, ճանաչեն, իմանան իրենց ծննդավայրը, իրենք որտեղ են ծնվել, Գոհարիկը որտեղ է իր առաջին քայլերը արել, առաջին անգամ որտեղ է ինքը մանկապարտեզ գնացել, իհարկե։ Տիկին Փատյան, այս օրերին արցախցիների համար նոր նախաձեռնություններով են հանդես գալիս տարբեր կազմակերպություններ, տեղյակ եմ, որ դուք եւս ունեք նախաձեռնություն, որի մասին կցանկանայիք ներկայացնել, կարող եք այս հարթակը օգտագործել ներկայացնելու համար։ Շնորհակալություն։ Այո, արցախցիների համար կառավարության իհարկե համաձայնությամբ եւ թույլտվությամբ գործում է ծրագիր հոլանդական փում կազմակերպությունը, ոչ շահույթ հետապնդող կազմակերպություն է, ու ինքը ունի անցած ճանապարհ, դեռևս 60-ական թվականներից անցած դարի գործում է այդ կազմակերպությունը, աշխարհի մոտ 30 երկրներում գործում է փումը, մոտ 130 ներկայացուցիչների միջոցով, ես էլ համարվում եմ փումի հայաստանյան ներկայացուցիչը, եւ փումը 20 տարի աշխատել է Հայաստանում, իսկ պատերազմից հետո արցախցիների տեղահանությունից հետո մի նոր պատուհան են բացել իրենց ծրագրի մեջ, որով առաջարկում են մեր հայրենակիցներին անվճար բիզնես խորհրդատվություն։ Նրանք, ովքեր ունեն գործող բիզնես, արդեն սկսած, նոր սկսած թեկուզ ընտանեկան բիզնես համարվում են շահառուներ, կարող են մեր միջոցով իհարկե համակարգողներիս միջոցով մենք թվով 4-ն ենք, Արցախից մենակ ես եմ եւ ունենք հայաստանյան 3 գոլեգաներ, ովքեր այսպես փոխկապակցված աշխատում ենք ու հասանելի ենք դարձնում փումը իր նպատակներով, իր ծրագրերով, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան մասնագիտական, կոնկրետ արդեն ուղղվածությամբ ստանալ այդ խորհրդատվությունը։ Ինքը անվճար է, խորհրդատվությունը էքսպերտները, փորձագետները մեծ հաճույքով, մեծ սիրով աշխատում են մեր արցախցիների հետ, տրամադրում են իրենց ռեսուրսները, իրենց ունեցած գիտելիքը եւ փորձն են կիսում նրանց հետ, ուստի
լավ կլինի, ցանկալի կլինի, որ մեր արցախցիները ողջավորությամբ փորձեն օգտվել այդ ծրագրից։ Ինքը ժամանակավոր է, այսպես ասած կարճաժամկետ ծրագիր է, մինչև 26 թվականը, որ վերցնում ենք համարյա բանել չի մնում, եթե 25-ի արդեն սկիզբը տրված է, կան շահառուներ, մեր արցախցիները արդեն իսկ արել են ծրագրեր, գոհ են մնացել փորձագետների հետ շփումից, նրանց տված մասնագիտական օգնությունից ու ցանկալի կլինի, որ հնարավորինս շատ արցախցիներ ընդգրկվեն այդ ծրագրում եւ օգուտ Գուցեև այո, սա եւս մեկ օգնություն կլինի արցախցիների սոցիալական վիճակը փոքր-ինչ բարելավելու եւ սեփական գաղափարներ իրագործելու համար։ Այնուամենայնիվ, որպես մեր զրույցի ամփոփում պատկերացնենք, որ ձեր բալիկներին արդեն տարել եք ծննդավայր, ցույց եք տվել եւ ինչ եք ասելու նրանց, հա, պատկերացնենք, որ նրանց ձեռքից այսպես բռնած, կանգնած եք, օրինակ, ազատ անկախ Արցախը ողջունում է ձեզ այդ նոր ցուցապաստառի կողքին, ինչ եք ասելու։ Ես այս անգամ հույս կունենամ, որ մենք այլևս առանձին չենք լինի Մայր Հայաստանից, սա շատ կարևոր գործոն է, ժամանակին ուղղակի շատ չենք ծավալվում, բայց ժամանակին դա եղել է մեր միասնականության ուղենիշը, որ մենք պիտի միավորվեինք Մայր Հայաստանին, բայց էլի քաղաքական խաղերի միջոցով դա չստացվեց։ Այս անգամ ես հույսով եմ, որ մենք կլինենք մեկ Հայաստան ու Արցախ նահանգով, Արցախ մարզով, մենք կգնանք Արցախ ու մենք կզգանք մեր հայրենիքում, ամբողջական հայրենիքում, արդեն իմ երեխաները տարբերություն չեն զգա, կլինեն Վարդենիսում, կլինեն Սյունիքում, կլինեն Արցախում, սա մեր հայրենիքն է, մեր միասնական Հայաստանն է։ Ձեր խոսքի վրա եմ ասում, որ այդ ցուցանակը արդեն ես հույս ունենամ, որ չի լինելու։ Մենք կլինենք միասնական Արցախ ու ոչ մի սահման չի լինի, ոչ մի մաքսակետ չի լինի, ձևականություններ չեն լինի։ Մենք կլինենք մի միասնական հայրենիք, մեկ միասնական ազգ, մեկ միասնական ժողովուրդ։ Շնորհակալ եմ անկեղծության ու պարզության համար։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Սա մեկն է այն հազարավոր պատմություններից, որ արցախցիներն իրենց հետ մայր հայրենիք են բերել։ Այսօրվա համար այսքանը, մնացեք խաղաղությամբ։